Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը կլինի, ոչինչ, հայաթում եմ, ուզում եմ մի երկու բան անել, ցանել, համեմի սերմ եմ երեք արտաշատից հետս գնել բերել, համեմ եմ ուզում ցանել, փորձեմ վերականգնել հայաթը կարկուտից հետո, հեսա մաքրեմ, մի հատ սրբեմ, մեջից ինչ ավելորդ բաներ կա հեռացնեմ հայաթից, հիմա ուզում եմ տեսնել որտեղ որ վարունգը ծլել դուրս է եկել, որտեղ որ բաստողնված կա եւ չի ծլել, դա լրացնեմ առաջնային, մեջերը մի երկու խոտ կա, մաքրեմ ու ավելացնեմ վարունգը, հիմա մոտենամ ցույց տամ, տեսեք, այստեղ վարունգները այսպես ծլել են, բայց ոչ բոլորն են ծլել, նայեք, այստեղ մի հատ փոքրիկ ա եղել, այսպես գնում է չկա, հիմա ես մի երկու խոտերը մաքրեմ, հեռացնեմ, հասկանամ որտեղ է ծլել, որտեղ չի ծլել եւ մնացած տեղերում ավելացնեմ վարունգը, իսկ այնտեղ տեսեք, թե ինչ տեսակի խոտ է աճել, կարկուտը եկավ, անձրևներ, անընդհատ անձրևներ ու չեմ կարողացել, հայաթը չի հասցնում չորանա, անընդհատ ջուր է, հիմա մի քիչ արև է, ասեցի տեսնեմ կկարողանամ, այս խոտերն էլ մաքրեմ, հեռացնեմ, հավերն է ինչպես միշտ պատրաստական կանգնած, ինձ տեսել ուրախացել են, սպասում են երբ եմ մաքրելու, որ կանաչը լցնեմ ուտելու։ Ես էլ այսպես պատրաստվել եմ, ձեռնոցներս հագել եմ, որպեսզի անցնեմ հողի աշխատանքներին, սկզբից մաքրեմ հեսա վարունգի տեղը ու ցույց կտամ։ Տեսեք այսպես չոքեչոք խոտերն եմ պոկում, սաղ հայաթը աննկարագրելի ձևով խոտ է լցվել, այսպես չոքեչոք անում եմ։ Որ լավ բան լինի, հոսենս չի ծլի լցվի ամբողջ հայաթով մեկ։ Մենակ էսենց վատ խոտերն են արագ լավ բաները, սերմը գցում ես մի 5 անգամ էլ պիտի գցես։ Օրինակ վարունգը, այս երկրորդ անգամ էլի բաց թողնված տեղերը սերմը գցեցի, հնար չկա, նորմալ չի ծլում։ Իսկ այս խոտերը, հլը տեսեք ինչ ձև է տարածվել։ Լավագույնը գետինը խոնավ է, խոտերը հեշտությամբ է դուրս գալիս։ Այս տարածքը մաքրեմ, որ համեմ ցանեմ։ Արդեն հայաթի ամբողջ կես մասը, գրեթե մեծ մասը քաղել եմ, այսպես մաքրել եմ, հավերն էլ ախորժակով ուտում են, բայց ուժեղ արև է, արևը վառում է, բայց դե ինչ անեմ, իրար հետևից դեռ լելի մի շաբաթ անձրև է տվել, հիմա եթե մի քիչ արևա չմաքրեմ, չանեմ, չցանեմ, հաստատ հետ անգնելու ու չեմ կարողանալու նորից ցանել, ավել լավ է մի քիչ արևին հեսա հովը կընգնի, ես արդեն իրիկվա հովը կընգնի, ոչինչ, մաքրեմ, կարևորը ցանելն է, հեսա ցանեմ, տեսնում եք, թե ինչքան խոտ է, սա այսենց ահավոր շատ վատ խոտեր է տարածվել է հայաթով մեկ, մի հատ ձեռք չտաս չմաքրես, մի շաբաթ հետո ամբողջ հայաթը ոնց որ հեչ մի բան արած չլինես, ոչ մի բան։ Այսպես որ խոտ, բանը խոնավ է հողը, շատ հեշտությամբ է դուրս գալի, ես դատարկեմ հավերին, հավերն արդեն ենքան կերել են, ուրճացել են, արդեն ալարում են գան ուտելու, այսպես քաղեմ, ձեռնոցներս է պատրվել է, հեսա փոխեմ ուրիշ ձեռնոց դնեմ, թե չէ
Ամբողջ մատների սարանքները հողա լցվում ու շատ դժվարությամբ եմ կարողանում հանել։ Մի կես ժամ է պետք է, որպեսզի մատներս նորմալ չոտկի մաքրեմ։ Կոմերը էլ արդեն չեմ գնա շատ, չքան որ կարևոր տեղ կա, պետք է էլ մաքրեմ։ Այսինչ չոքած ավելի հարմար է, թե չեն ես որ կզում եմ, մեջքը սկսվում է ցավել։ Այսինչ էլի լավ է հողը որ փափուկ է, քար բան չկա հողի մեջ, հարմար է լինում։ Այս մի մասը վերջացնում եմ, այսա բերեմ մարկեր անեմ ու ցանեմ, այսի ցնեմ հավերին, տեսեք թե ինչքան մաքրվեց, այսա ցույց տամ, տեսեք թե նայեք ինչ լավ մաքրվել է, մաքրածս հողն է, այս կողմից պահեմ, որ տեսնեք։ Տեսեք, այսենց մաքրվել է հողը, այն կողմը տեսեք ինչ խոտ է ու սենց մաքրելով գալիս եմ։ Հիմա այս ուղղությամբ արդեն կցանեմ, հերթով անեմ։ Տեսեք, թե բավականին վերականգնվել է կարկուտից հետո, քախանել եմ, ջրել եմ, այսպես խնամքով մոտեցել եմ, տեսեք, թե ինձ է վերականգնվեց մառոլներս։ Հիշում եք կարկուտից ինչ էր եղել, նկարահանել եմ, սաղ ամբողջովին ջարդվել էր, էս է շիթիլ դրալ մառոլեսա, էլի լավ վիճակով վերականգնվել է, նույնն էլ էս մառոլները, տեսեք թե ինչքան սիրունացավ, խնամվավ, շատ լավ տեղը հեկավ արդեն, սրանք են նոր եմ ցանել էս մառոլները, տեսեք այսպես մանր դուրս են եկել մառոլները, սրանք ուղիղ մառոլներն են, խուճուճները սրանք են, ուղիղ եմ ցանել այս անգամ էլ, այս էլ վարունգի տեղն է, հետևորդներ ջան, որը ծլել էր վարունգը, որին էլ բոլնորից տնկեցի, որպիսի բաց թողում չլինի, այն էլ պետրուշկան է, էլի մաքրեցի, տեսեք ահագին, բավականին վերականգնվել է, հիմա ցույց տամ, թե այստեղ որ խոտերը մաքրում էի, տեսեք մաքրեցի ամբողջությամբ, դառավ սև հող եւ այսքան հատվածով, այսպես ծերից ծեր համ եմ ցանեցի բոլորը, դե շիթիլներս էլ էր վնասվել, հետևորդներ ջան, ոչ մի շիթիլ չունեի հայատում, որովհետև բոլորը կոտրե գցել էր կարկուտը, երեք մայրիկիս մոտից բերել եմ պամիդորի շիթիլ, բիբարի շիթիլ եւ այսպես, տեսեք, բոլորը շիթլել եմ, սա էլ իմ լոբիներն է, տեսեք, որը եղել է այսպես պոպը պնդուկի ծառի տակ, այսպես պահպանվել է, ոչ մի վնաս չի կրել, տեսեք, թե ինձ եւ արդեն ուզում է թել տա մեջից, իսկ որոնք նայեք գտնվել են մի քիչ այն կողմ, տեսեք, թե ինչ օրն են ընկել, այսպես կտորներն մնացել է մենակ այսպես ձողերը, իսկ ես այդ ձողերի մոտը նելի նույն ձևի լոբի եմ ցանել, կգա կհասցնի, էլի բաց թողումները լրացրել եմ, շտկել եմ, բավականին տեսքի եւ շնորհքի բերեցի այգիս մոտ 2-ից 3 ժամա հողամասում եմ, այսպես չոք, գալիս եմ դուրս եմ եկել, շոքից արդեն թուլացել եմ, սիրտս սկսում արագ աշխատել, բայց դե ես սիրում եմ ավելի լավ արևին աշխատեմ շոքին, քան անձրևը գա խանգարի ու էլի չստացվի ինչ որ պետք է անեմ, բայց ասեմ էլի ամպերը եկան, հավաքվան, սևակնան, անձրև է սպասվում, որովհետև մեկ շաբաթ է անձրև է տվել, բայց դե կարևորը ցանեցի, մի փոքրիկ տեղ է մնացել, որ պետք է ցանեմ, այն էլ տեսնեմ, թե ինչն է պակաս, այն կցանեմ, ռեհան ցանեցի, ավելացրեցի, համեմ, սամիտ, ամեն ինչից էլ տեղը տեղին արեցի, որ լիքը ունենամ։ Այս մի տեղն էլ արդեն, որ գալիս եմ, ստեղ այս մեկը ցույց տամ, տեսեք, սա կուտ լոբին է, այսպես արդեն դուրս է եկել, տեսեք այսպես նոր ծլում է, բախտը բերել է այս մի պարտյան, կարկուտից չի վնասվել,
Բայց դե վերականգնվեց փառք Տիրոջը, ես էլի ու էլի եմ կրկնում, թող կորուստը լինի միայն ու միայն հողը, կանաչին, սենց բաները, միայն դա թող լինի մեր կորուստները, հետևորդներ ջան, հիմա գնամ տուն, պատրաստվեմ, հագնվեմ և գնամ Արագ սննդի կետ, տեսնեմ այնտեղ ինչ է կատարվում, ժամը 3-ից եկել եմ այնտեղուց և ժամը արդեն 6 է և ես դեռ աշխատում եմ հողում, գնամ Արագ սննդի կետ և այնտեղուց կկապնվեմ ձեզ հետ, հետևորդներ ջան, հողում աշխատանքները ավարտեցի և եկա Արագ սննդի կետ, եկա և իմացա, որ ինձ այստեղ եկել հարցրել են և ես այստեղ չեմ եղել, ով էր եկել, կհիշեք մեր փոքրիկ Սոնային, որ առողջական խնդիրներ ուներ և եկել էր այստեղ իմ մոտ Արագ սննդի կետ, որ տեսներ ինձ, եկել էր այսօր այստեղ և ինչ էր բերել հատուկ իմ թոռնիկի համար տիկնիկ էր բերել և հիմա ցույց տա տիկնիկը, տեսեք տիկնիկը, որ Սոնան բերել է իմ թոռնիկի համար, շատ ուրախացա, որ տեսա, ճիշտն ասած, չէի ուզում, որ նեղություն կրեր Սոնան, բայց դե եթե երեխայի մտքով անցել էր նման բան, շատ սենց հուզվեցի, նորից վերապրեցի այն օրերը, որ տեսել էի երեխային, անչափ շնորհակալ եմ Սոնային, տեսնում եք, երեխան ինչ տեսակի մտածելակերպ ունի, ինչ ձև է աշխատում ուղեղը, ինչ ձև է մտածում և բրավո Սոնայի դաստիարակության համար իր ծնողներին, որոնք մեծ սիրով, մեծ հոգատարությամբ պահում են Սոնային, դա ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ խնամքով, ինչ մոտեցումով են մոտենում Սոնային, թող այս աշխարհում բոլոր երեխաները լինեն առողջ, բոլորը ունենան առողջություն, մնացած ամեն ինչը ինքնին կլինի, հետևորդներ ջան, ուզում եմ այ այսպես, չտեսա այսօր Սոնային, այ այսպես հիմա Սոնան հաստատ ինձ դիտում է, ուզում եմ, որ տեսնի, որ ես անչափ շնորհակալ եմ և շնորհակալություն եմ հայտնում թոռնիկիս նվերի համար, արդեն ինձ ցույց եմ տվել թոռնիկիս և աղջիկս էլ մեծ շնորհակալություն է հայտնում քեզ Սոնա ջան, ապրես դու, շատ շնորհակալ ենք։